Փառք Հիսուս Քրիստոսին, նարժանի առնելու փառքը, պատիվը, մեծարանքն ու գոհությունը։ Ամեն։ Միջև կնստես կողքինիդ ասա, կոմպրոմիսի չգնաս աշխարհի հետ։ Աշխարհը միշտ էլ կուզի քեզ ինչ որ բանի մեջ համոզի, չգնաս կոմպրոմիսի աշխարհի հետ։ Գիտես խոսքը, որ վերնագրել եմ այսպես, նեղություններում ամրացիր։ Գիտես, նեղությունները լինելու են, փորձությունները լինելու են, բայց դու պիտի հասկանաս այդ փորձությունների, նեղությունների, դժվարությունների, իրավիճակներ, որ անելանելի են, ելք չկա։ Գիտես, չէ՞ տենց կա բան, որ ելք չկա։ Գիտես, մարդը երբ է հասկանում, որ ելք չկա, երբ որ դուռը չի տեսնում, իրավիճակի մեջ դուռը չի տեսնում, երբ որ դուռը չի տեսնում, գալիս է անորոշություն, բա ինչ է լինելու, ու երբ որ չգիտի դուռը որտեղ է, ինչ է լինելու, գալիս է պանիկան։ Եվ այդ իրավիճակների, այդ խնդիրների, դժվարությունների մեջ մենք չպիտի ընկնենք պանիկայի մեջ, որովհետև դու իմացի, Աստված ավելի լավ է մտածում քո համար։ Աստված ավելի լավ գիտի ապագայում քեզ ինչ է պետք։ Աստված ավելի լավ գիտի քեզ ինչ է պետք։ Դրա համար այդ փորձությունների, դժվարությունների, այդ խնդիրների ժամանակ դու ամրացիր, ուժեղացիր։ Մենք տեսնում ենք ինչպես է դարբինը աշխատում մետաղի հետ։ Նախ եւ առաջ դնում է վառարանում։ Չէր կարելի առանց վառարանի։ Առանց վառարանին այդ բաները միգուցե դանակները, որ ստեղծում է դարբինը, չի ամրանալու։ Գիտես, կա ասենց հայտնի չինական բանը, որ ասում են սամուրայի սուրը։ Գիտես, ինչքան է նա բաների մեջով անցնում, ինչքան է որ նրան ջերմության մեջ են մտցնում, նրա սրության աստիճանը, որ կտրում է եւ աչ եւ ձախ։ Այո, Տիրոջ խոսքը ինքը սուր է եւ աչ ու ձախ կտրելու, բայց նաեւ քո կյանքի ընթացքում Աստված քեզ ժամանակ առ ժամանակ դնում է կրակի մեջ։ Գիտես, դարբնի նպատակը ինչն է քեզ կրակի մեջ դնելը։ Նախ եւ առաջ միջև ամրացնելը, ծուր տեղերը դզելը։ Ես հիշում եմ, երբ որ մենք դեռ այդ սովետական փլուզված ժամանակներ, տրանսպորտներ չկար, գյուղում ավելի շատ էր այդ ձին պայտելը, այդ պայտելու process-ը, եւ մեր հարևաններից մեկը դարբին էր, ես շատ էի սիրում իր ամոթ կանգնել։ Իր ամոթ նայել, ես մետաղի հետ աշխատել սիրում եմ, դա իմ նախասիրություններից էր։ Եվ ես գնում եի տեսնում ինչպես է այդ մարդը այդ պայտերը պատրաստում։ Ու մի անգամ դրա համար շատ խիստ բան եմ արել, պատժվել եմ ընտանիքիս կողմից, որ ամբողջ օրը ես կայնեցի իր մոտ, թե ինչպես է դա պատրաստում, եւ ինձ աշխատանք էին ուղարկել, ես ուշադրություն չէի դարձել, որ ժամանակը անցել է։ Ես այդ պայտերից տունն էլ կերա, ինձ մի հատ այնտեղ տեսա ոնց են պատրաստում, այնտեղ էլ տնեցինները ինձնից պատրաստեցին, բայց այդ ամբողջ օրս տենց գնացել էր։ Ու այնքան հետաքրքիր է, որ նայում ես ինչպես է պատրաստում։ Դու տեսնում ես մի հատ բերել է մի հատ ծուռ մետաղ, սենց ամբողջովին բան արած, ասում ես, բայց սրանից ոնց կարա դառնա այդ ձիու պայտը, եւ վերցրավ դրավ կրակի մեջ, կարմրացրավ։ Այդ ասում ես հերիք է, կարմրացրավ, չէ, հերիք չէր։ Մեկ էլ դրա մի հատ մեծ էլեկտրական մուրճ էր, ձե որ շատ ծանր խփում էր։ Մի հատ այդ մեծ մուրճով խփեց, ուղղեց, ասում ես հերիք է, էլի կյանքս արդեն նեղությունների աստիճանը հերիք է, էլ տեղ չունեմ։ Տեսնում ես, չէ, մեկ էլ վերցրել է իր մեծ մուրճը, սկսել մեկ էլ ձեռով է խփում։ Տեսնում ես, ասում ես հերիք է, всё, բրծավ իմ կյանքը։ Տեսնում ես փոխեց, արդեն մի քիչ փոքր մուրճ է վերցրել։ Նորից է խփում, նորից ուղղելուց հետո նորից է դնում կրակի մեջ, որ ձևավորի այն պայտը, որ լինելու է։ Դու տեսնում ես, մենք եկել ենք մեր խնդիրներով, մեր խնդիրներով, մեր բնավորության գծերով, տարբեր բնավորության գծերով եկել ես ընդունել Քրիստոսին։ Եվ հիմա քեզ Աստված դնում այդ հնոցի մեջ, որ նախ եւ առաջ այն ծուռ կողմերը շտկի, որ դրանից հետո պատրաստի այն ինչ որ ուզում է։ Այդ process-ը անցնում ենք մեր կյանքի մեջ։ Եվ այդ ջերմությունը, որ գալիս է, այդ կրակը, որ գալիս է, այդ խնդիրները, որ գալիս է, քեզ հայտնաբերում է ինչեր կա քո ներսի մեջ, ինչեր կա քո ներսում։ Գիտես, այսօր այս քաղաքը եւ այս մարզը մի դիվային տոն է տոնում, որն է Վարդավառը, որը աստղիկ, աստվածուհու, ճակերտավոր,
նրա տոններ ինչպես եկավ, ջրերը, բան արավ, չգիտեմ, մի հատ բան տոնա, կռապաշտական տոնա։ Գիտես, նայում ես, որ մենք շատ բաներ թողեցինք մեր պապերի ավանդույթը, շատ բաներ։ Օրինակ ժամանակին մենք կոնկրետ աստղիկին էինք պաշտում։ Այսօր այդ տոնի հիմքը Քրիստոսի այլակերպությունն է։ Բայց որ նայում ես այլակերպությունը բացարձակ կապ չունի տոնի հետ։ Այո, Քրիստոսի այլակերպությունը դա հրաշք էր, որ աշակերտները տեսան, բայց այս տոնը բացարձակ կապ չունի։ Մենք չենք ուզում հինը մոռանանք։ Եվ մի հատ խոսք էր ծնվում այսօր միջև խոսքի ծառայություն բարձրանալ, որ ամեն հները քանդվի եւ նորը կառուցվի։ Դու չես կարա հին տունը չքանդես, վրան բան կառուցես։ Դու չես կարա հին բնավորությունը չքանդես, վրան բան կառուցես։ Աստված ուզում է քանդի քո այդ հին բնավորությունները եւ դա անցակացնում կրակի միջով։ Եվ դա անցակացնում ուղղելու քո բնավորությունները։ Եվ դա անցակացնում այդ դժվարությունների միջոցով։ Եվ տեսնում ես այդ դժվարությունների մեջ դու կարաս ջարդվես, դու կարաս ամրանաս։ Եվ Աստված քեզ խոսք է ասում, այդ դժվարությունների, փորձությունների ժամանակ ամրացիր, որովհետև դու կարաս նույն ձևի չամրանաս, թուլանաս։ Այդ հետաքրքիր օրինակ կա, որ կուզեմ սրա մասին խոսամ եւ դու քո ամբողջ ընթացքում քո աչքի առաջին պահիր մեր Հովվ Արտուրի աղջիկը Աննան այս բանը օրինակ ես նրանից եմ լսել, որ նա է խոսացել սրա մասին։ Միգուցե ինքն էլ ինչ որտեղից է լսել, բայց ես իրանից եմ լսել։ Ասում եմ, գիտես, գոյություն ունի կարտոֆիլ եւ ձու։ Եթե վերցնում ես ձուն շատ նուրբ, շատ բան, երբ որ ջարդես կջարդվի, կարտոֆիլը շատ ամուր, բայց երբ որ երկուսն էլ անցնում են կրակի միջով, ձուն ամրանում է, կարտոֆիլը փշրվում։ Դու պիտի հասկանաս քո process-ի մեջ դու ինչով ես անցնում եւ ով ես դու։ Այո, թվում է թե դու շատ ամուր ես, բայց երբ որ փորձությունները գալիս է, ամբողջովին թուլանում ես։ Երբ որ փորձությունները գալիս է, դա լավ հնարավորություն է մի քայլ բարձրացնելու։ Իմացի Աստված քեզ հոգևոր կյանքի մեջ քայլ առ քայլ, ինչպես Հակոբի սանդուղքն էր, բարձրացնում է երկինք։ Այդ ամեն քայլի մեջ ինքը քեզ փորձում է, ինչ կա քո ներսում։ Ցույց է տալիս այն բնավորությունը, որ դու ունես, եւ որպեսզի դու լավ տեսնես, դրա համար պետք է փորձարկումներ։ Փորձարկումը եւ փորձությունը դրանք ուրիշ բաներ են։ Աստված քեզ փորձարկում է, որ դու տեսնես ներսդ ինչ կա։ Դու հանձնում ես անալիզներ փորձարկման միջոցով եւ հասկանում ես, որ իրավիճակը ինչ եղավ։ Օրինակ երեխաները չեն սիրում անալիզներ հանձնել։ Ո՞վ է սիրում անալիզ հանձնել, ոչ մեկը չէ։ Բայց դու պատկերացրու հիվանդության համար պիտի անալիզ հանձնես։ Եվ գիտես ինչ են ասում, ասում են այս անալիզը, որ դու հանձնում ես, նախ եւ առաջ քեզ պիտի անզգայացնենք, որ դու զգաս, չզգաս այդ անալիզի ցավը։ Ես հիշում եմ, երբ որ ստամոքսի հետ խնդիր կար, պիտի բանեի հատուկ տենց բան կա, որ ստուգում են քո ստամոքսը, դու պիտի կուլ տաս էտի, բայց այդ ամեն ինչ ես չզգացի։ Ինձ քնացրին, անալիզները ընդունեցին, հելա ոչ մի բան չէի զգացել, բայց անալիզներ կա, որ դու զգում ես։ Օրինակ, ասում եմ, քո երակից պիտի արյուն հանենք, որպեսզի ստուգենք։ Ինչ հաճելի process է անալիզները։ Այնքան էլ հաճելի process չի, բայց որ ուզում ես հայտնաբերես խնդիրը, պիտի թույլ տաս, որ քեզ ծակեն։ Պիտի թույլ տաս այդ արյունը քեզանից հաշ։ Օրինակ ոնց ես մտածում, երբ որ մոծակը մեզ գցում է, տենց ուրախանում ենք, բայց երբ որ այդ մեծ սպրիչով պիտի քեզանից բան վերցնեն, թույլ ես տալի որ անեն, որ հասկանաս ինչ կա քո ներսում։ Փորձությունների ժամանակ Աստված ժամանակ առ ժամանակ քեզ անցակացնում, որ դու հասկանաս ինչ կա քո մեջ։ Դու գիտակցես ինչ կա քո ներսում, եւ այդ փորձությունների ժամանակ որոշվում է քո դեղամիջոցը։ Տեսնում ես Աստված խոսած, երբ որ անցար դրա միջով, Աստված ասում է ուրախ եղի, դարձյալ ասում եմ ուրախ եղի։ Ու դու հասկանում ես, որ քո խնդիրը ուրախությունն էր։ Կամ ասում մի եղի քննադատ, կամ ասում գիտես հերիքա բան բասես, ու դու երբ որ հասկանում ես դեղամիջոցը, տեսնում ես բժշկվեց ինչ որ բան փոխվեց, կամ մի եղի անտարբեր, կամ մի եղի, չգիտեմ, պարապ նստած։ Մարդիկ գիտեն թե առանց հոգևոր կյանքի վրա ներդրում անելու նրանք կհասնեն երկինք։ Հա միգուցե երկինք հասնես, բայց այն պարգևը, որ Աստված քեզ տվել է, կորցնես այն վարձքը, որ ունենալու ես, որտեղ մենք պատասխան ենք տալու մեր պարգևների եւ մեր տաղանդների համար։ Մի եղի կարտոֆիլի նման, երբ որ կանցնի կրակի միջով, լրիվ փռլվի։ Մենք sense մի հատ բառ ունենք, հայերեն բառ է, ինքը ռուսերեն չի,
պյուր է այդ բանը, որ գալիս է ինչ, գալիս է խնդիր ու դու ամբողջովին կորցնում ես քեզ։ Գիտես, երբ որ կարտոֆիլը անցնում է խնդրի միջով, ինքը բաժանվում է, ինքը պառակտվում է, կորցնում է միաբանությունը։ Այդ խնդիրների մեջ դու չպետք է կորցնես քո միաբանությունը, պիտի մնաս դրա մեջ։ Կուզեմ մի տեղ կարդամ, որ գրված է Հակոբոս առաջի գլուխ 13-րդ խոսքից։ Վերնագիրը այս ձև է գրված. փորձ եւ փորձություն։ Ոչ ով փորձության մեջ լինելիս թող չասի Աստծուց եմ փորձվում, որովհետեւ Աստված չար բանով չարից չի փորձում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Այդպես Աստված չար բանով չի փորձում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Աստված քեզ չի փորձում, Աստված քեզ փորձարկում է։ Այ Աստված չար բանով չի փորձում։ Գիտես, դու պիտի հասկանաս ինչ է փորձել եւ փորձարկել։ Օրինակ փորձելը, ասենք փորձեցինք չստացվեց։ Աստված այդ ձև չի փորձում։ Աստված քեզ փորձարկում է, որ դու գիտակցես ինչ կա քո ներսում, որ դու հասկանաս ինչ ով ես դու։ Գիտես, ես ինքս աշխատել եմ շինարարությունում եւ նաեւ մի մասնագիտությունս, որ տիրապետում եմ ինչ որ աստիճանի, դա բանն է, չգիտեմ հայերեն ոնց է այդ բառը, սանտեխնիկայի այդ բանը պատրաստելը։ Ու երբ որ մենք ինչ որ բան ենք անում, ջեռուցման համակարգերը երբ որ քաշում ենք պրսնում, նրանք աշխատում են 1 եւ 8 ճնշման մեջ։ Ճնշումա պետք որ աշխատի այդ ամեն ինչ։ Բայց երբ որ մենք փորձարկում ենք 7 ճնշումով, որ նայում ես 4 անգամ ավել ճնշում ենք տալի, որ հասկանանք, որ դիմանում է թե չէ։ Բայց նա աշխատելու էր 1-8-ով։ Ժամանակ կա դու փորձությունների շարքը չի վերցանում քո կյանքում։ Դու ասում ես մտել եմ այս ամիս ու ամբողջովին փորձարկումը։ Աստված փորձարկում է, որ անխափան աշխատես։ Աստված փորձարկում է, որ տեսնի դիմանում ես թե չէ։ Ու Աստված փորձարկում է քեզ, բայց չար բանով չի փորձում։ Բայց ասում է, երբ որ դու փորձվելուց ես, մի ասա Աստված է ինձ փորձում։ Դու հասկացի դու փորձարկվում ես։ Նույնպես էլ դու տեսնում ես բրուտը, երբ որ աշխատում է կավի հետ։ Գիտես, կավի հետ աշխատելուց ինքը անդադար բրուտի ձեռքը ինչի վրա է պահում։ Կոշտերը հանելու մեջ։ Երբ որ մի հատ կոշտուկ է մնում բրուտի ամանի մեջ, եւ այդ ամանը պիտի մտնի հնոց։ Ես չգիտեմ այնտեղ 1000 աստիճան է, ինչ որ աստիճանի տակ, պիտի հասկանան ափսեն դիմացավ թե չդիմացավ։ Աստված փորձարկում է քեզ։ Ու եթե քո ներսում լինում է, ավելի շուտ այդ բանի մեջ լինում է, ինչ որ ծածկված օդ թթվածին, կավի մեջ թթվածին է լինում, բարձր ջերմաստիճանի ժամանակ այդ ափսեն ջարդվում է։ Եվ բրուտը նորից է սկսում ափսե կառուցել։ Գիտես, այո, դու փորձարկվելու ես, ժամանակ առ ժամանակ Աստված դնելու է քեզ, փորձարկելու է, բայց քո հետևանքներից է երևալու, դու փորձարկումը անցար թե չէ։ Օրինակ տեսել եք գոյություն ունի քննություն։ Ո՞վ է սիրել քննությունը։ Քննությունը մենք սիրում ենք, երբ որ հանձնում ենք։ Հանձնելուց հետո այնքան ենք ուրախանում, որ հանձնեցինք։ Մարդիկ կա, չէ, երբ որ քննություն են հանձնել, բանի, մեքենաները վարորդական իրավունքի համար։ Որ տեսնում ես վարորդական քննությունից հետո եկել է դեմքը։ Մի հատ էր մնացել։ Հանձնում էի, բանը չէր։ Ինչքան է չէ ուրախանում, բայց երբ որ գալիս ասում է, տեսնում ես լայն ժպիտով եկել է, պարզա քննությունների արդյունքը, որովհետև քննությունների արդյունքը իր դեմքին երևում է։ Գիտես, փորձությունների ժամանակ դու քննվում ես, դու քննություն ես հանձնում, որ այս փորձությանը չդիմացար։ Երբ որ մարդը քննությունից կտրվեց, ինքը չպիտի ասի, ես էլ քննություն չեմ հանձնելու։ Մարդիկ փորձել են մեկ անգամ համալսարան ընդունվեն եւ չեն ընդունվել։ Եվ ասել են ինձ պետք չի։ Բայց մարդիկ գիտեմ, որ 7-ից 10 անգամ, դա նշանակում է 7-ից 10 տարի, նա անդադար պատրաստվել է քննության, պատրաստվել է քննվելու, քանի անգամ որ ինքը քննությունը չի հանձնել, նորից գնացել է պատրաստի, որ քննությունը հանձնի։ Այն մարդիկ, ովքեր որ քննությունը չեն հանձնում, թուլանում են, ասում են, ես էլ չեմ անելու, իմ մոտ չստացվեց, սրանք թույլ մարդիկ են եւ նման են այդ կարտոֆիլին, որ փորձությունների ժամանակ
փլվեցին։ Այն մարդիկ, ովքեր փորձություններ այդ կրակի միջով այդ անցան, նրանք ուժեղ մարդիկ են, որ այդ փորձարկումներին քննվելու ժամանակ ամրանում են։ Դու եղին այնց մարդ, որ փորձարկումների ժամանակ, քննվելու ժամանակ դու չջարդվես, դու լինես մարդ, որ կամրանաս այդ ամեն ինչի մեջ։ Ինչպես այն սուրը, որ դարբինը մտցնում էր կրակի մեջ եւ դրանից հետո հանում էր եւ դնում յուղի մեջ։ Գիտես ամենալավ ամրանալը դա յուղն է։ Աստված ժամանակ առ ժամանակ քեզ տանում է փորձարկման եւ տեսնում ես Տիրոջ յուղը թափվեց քո վրա։ Քեզ զամրացրավ, որ դիմանաս մյուս աստիճանին։ Բայց գիտես Աստծո խոսքը նաեւ խոսում է, որ Աստված կարծրացրեց փարավոնի սիրտը։ Գիտես փորձությունների ժամանակ դու կարա կարծրանա քո սիրտը։ Նույն ձև դա սխալ է, որովհետև դու չպիտի հեռանաս մարդկանցից, եթե Աստված չի ասել առանձնացի մարդկանցից։ Մարդիկ կա փորձությունների ժամանակ, միգուցե քո հարազատները, երբ որ մի հատ վշտով են անցնում, դժվարությունով են անցնում, կարծացնում են իրենց սիրտը քո հանդեպ։ Թվում է թե նույն հարազատները չեն։ Թվում է թե նրանց սիրտը նենց է կարծրացել, դու չես կարողանում դաժե բարևես նրանց։ Ու գիտես գալիս է ժամանակ, որ տեսնում ես ժամանակը բուժեց ինչ-որ բան, այդ կարծրացած սիրտը անցավ։ Այո, միգուցե մարդը իր փորձարկվելու ժամանակ սիրտը կարծրացնում է մարդու հանդեպ, ուղղակի կողքը կայնի, միգուցե ինչ-որ բան չխոսաս, գնաս ուղղակի կողքը կայնես։ Իմացի այն մարդը, որ սիրտը կարծրացած է, ժամանակ առ ժամանակ միգուցե քեզ վիրավորի, դիմացի կողը, որովհետև առանց քեզ ինքը դժվար անցնելու, առանց քեզ ինքը մենակ մնալու, դու նրա կողքը եղի։ Եվ թող իր այդ կարծրացած սրտի վիճակը անցնի եւ փոխվի։ Ու ինչ ասում, երբ որ մարդը փորձվում է, թող չասի, որ Աստծուց են փորձվում։ Աստված չար բանով չի փորձում։ Եվ ասում է ինքն էլ չի փորձում։ Բայց 14-րդ խոսքից յուրաքանչյուրը փորձվում է իր ցանկությունից հրապուրված եւ խաբված։ Այո, ցանկությունը կարող է քեզ հրապուրել եւ խաբել։ Վերցնենք հրապուրել բառը։ Ինչ է նշանակում հրապուրել։ Հրապուրելը, որ կրկնակի ուզում ես։ Հրապուրելը, որ նենց ես ցանկանում, որ կողքի ես դնում քո բոլոր նախապաշարումները, կողքի ես դնում քո բոլոր այն բաները, ստանդարտները, որ կա։ Երբ որ ինքը սկսում է քեզ հրապուրել, դու թողում ես քո դրված ստանդարտները։ Պատկերացրու, չգիտեմ, ստանդարտներ, որ դրել ես, որ ամբողջ կյանքի համար ես պիտի այս ձև պահեմ։ Հրապուրանքը քանդում է քո դրված ստանդարտները։ Հրապուրանքը փչացնում է քո դրած ստանդարտները։ Եվ երբ որ ինքը քանդում է քո ստանդարտները, ինքը արդեն մտնում է քո այգին եւ ավիրում։ Եվ դրա անունը հրապուրանք։ Հրապուրանքը կգա եւ քեզ ուրիշ անկյունից ցույց կտա։ Հիշենք Եվային։ Ինչ արավ։ Ասում է տեսավ այդ ծառի պտուղը եւ հրապուրվեց։ Հրապուրվեց եւ վերջը մեղքը մտավ աշխարհ։ Ինքը կերավ եւ այդ հրապուրանքը տարավ Եվային, որ ինչ ելնի դրված չափանիշը անցնելու։ Աստված դրել էր, որ չանցնեք, չուտեք։ Բայց հրապուրանքը այնքան շատ էր, որ Աստծո դրված օրենքը անցկացրավ։ Ամեն մարդ փորձվում է հրապուրված, այդ հրապուրանքը անցակացնում քո այդ բանը։ Օրինակ պատկերացրու դու որոշել ես, որ ամբողջ կյանքիդ մեջ չես մտնելու մեծ վարկերի մեջ։ Եվ գալիս է հրապուրանք, որ պիտի ինչ-որ մի հատ թանկարժեք իր առնես։ Հրապուրանքը երբ որ գալիս է, քո դրված չափանիշներին ջարդում է։ Ու դու տեսնում ես, որ արդեն 5 միլիոն վարկ ես վերցրել, ուրախ։ Գիտես վարկ վերցնել այդ առաջ 2 օրն է ուրախ։ Երբ որ առաջի վճարումը գալիս է, դու հասկանում ես, որ էս սուրվ եկալ է։ Երբ որ մի տարի անցնում ես ու նայում ես դեռ մայր գումարի հետ բան չի փոխվել, ասում ես ինչի համար վերցրի։ Լսի, ես 3 տարի է վճարում եմ, իմ կարծիքով պիտի պրծած է եղել, նոր կեսն եմ հասնում։ Հրապուրանք։ Ու հրապուրանքը քեզ տանում է կույր որոշումների։ Հրապուրանքը փակում է քո տեսողությունը։ Հրապուրանքը քանդում է քո բոլոր դրված այն չափանիշները, որ տարիներով քեզ պահել է։ Մենք չլինենք հրապուրված, որովհետև դա դիվային է հրապուրանք։ Ու ասում է ամեն մարդ փորձվում է
ինչից բուն իրից ցանկությունից հրապուրված եւ խափված։ Այսուհետև ցանկությունը հղիանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնվում է մահը։ Ցանկություն, հրապուրանք։ Մենք պիտի կարողանանք վերահսկենք ցանկությունը եւ հրապուրանքը։ Ես հիշում եմ մի հատ մարդ կար մեր հարազատների մեջ, որ ինքը շատ աշխատում էր եւ գումարներ ուներ։ Երբ որ ես իրեն մի 5 տարի հետո սկսեցի պատմել ինչպես է հարստացել, ինքը որ սկսեց պատմել իր կյանքի այդ process-ը, ես զարմացա։ Ոնց կողքից ինձ այդ ձեր չէր թվում։ Ես մտածում եմ դու շատ աշխատում ես, շատ էլ ծախսում։ Ինքը ասավ առաջի տարվա աշխատավարձից գնեցինք 1 բաճկոն եւ չգիտեմ մի հատ թեթև առարկա։ Ասում եմ ոնց բան մնացածը տնտեսեցինք։ Գիտես շատ ժամանակ մեր տնտեսությունը սխալ կառավարելու պատճառով, սխալ հրապուրանքների, սխալ ցանկությունների պատճառով դու ժամանակ առ ժամանակ հայտնվում ես այդ հրապուրանքները քանդված տաշտակի մոտ, որ դա քո պաշտպանությունն էր, որ չանես։ Ու ժամանակ առ ժամանակ դու այդ ցանկությունների հրապուրանքով ծանրություն ես կրում, դժվարություն ես կրում։ Դու միգուցե ունես մեծ աշխատավարձ, բայց մենակ տեսնում ես ինչպես աշխատավարձը նստեց քարտիդ վրա եւ մի քանի վայրկյան հետո ինչպես թռավ քայթեց։ Ուղղակի պասատկա, չգիտեմ, կանգ առեր քո քարտը իր համար։ Ինքը սենց եկավ այդ գումարը, կանգնեց մի քանի վայրկյան եւ թռավ այդ, էլ չես տեսնում, դու մենակ այդ օրն ես տեսնում, որ ինչպես կայնեց եւ թռավ։ Էս էր քո աշխատանքի արդյունքը, սխալ ցանկությունների հրապուրանքի կառավարված այդ բանը համակարգը բերում է այդ ձևի աշխատավարձ։ Աշխատավարձդ լինում է քարտիդ վրա վայրեջքի տեղ։ Ու դու ասում ես ես այսքան աշխատում եմ եւ արդյունք չկա, որովհետեւ դու պիտի իմաստուն տնտեսի նման տնտեսություն կառուցես, տնտեսես, որպեսզի կարողանաս չընկնես պարտքերի մեջ։ Ես հիշում եմ շատ ժամանակներ առաջ 2009 թվին կարճ ժամանակով եկել էինք Իջևան, մի քանի տարի այստեղ ապրեցինք, զինվորական էի ծառայում եւ որոշում կայացրինք ես ու կինս, որ մենք պարտքով, որովհետև այս ժամանակ շատ դժվար էր, պարտքով ինչ որ բան չենք վերցնելու։ Մենք խանութից պարտքով ուտելիք չենք վերցնելու։ Դիմանալու ենք, բայց չենք վերցնելու։ Դրինք չափանիշ չվերցնել պարտքով։ Գիտես, երբ որ այդ չափանիշը դնում ես, սկսում ես պահել, երբ որ այդ չափանիշը չկա, դու ազատ ես ինչ ուզում ես անում ես։ Գիտես, մեր ընկերները, որ են նույնպես զինվորականներ են, նույն աշխատավարձն են ստանում, նրանք 3-ից 4 տարի ունեցան մեծ պարտքեր եւ անդադար այդ պարտքերի մեջ անցնում էին։ Բայց մենք ընդամենը 1 ամիս համբերելով ունենալ կանխիկ առևտուր, ունենալ այդ կանխիկ առևտրի միտքը, դրանից հետո մենք չենք ունեցել ոչ մի պարտք եւ ունեցել ենք միշտ կանխիկ առևտուր եւ ունեցել ենք մեր որոշվածի չափով։ Գիտես, երբ որ դու վերցնում ես ինչ-որ բան պարտքով, դու ինչ ուզում ես դա վերցնում ես։ Բայց երբ որ վերցնում ես կոնկրետ քո որոշվածի չափով, դու չափերդ չես անցնում։ Դու մնում ես քո չափերի մեջ եւ ունենում ես տնտեսություն, որը չի քանդվում։ Ունենում ես տնտեսություն, որը խալխուլ չի։ Բայց ցանկությունից ծնված առևտուրը, ցանկությունից ծրված, հրապուրված, դու կընկնես այդ ցանկությունների մեջ եւ կունենաս ֆինանսական այդ քաոսը։ Գիտես, այսօր մի հատ բան ա դարձել, տուր կտամ։ Վերցնելու պահը շատ հեշտ է, տալու պահը այնքան դժվար։ Գիտես, ես չէի պլանավորել, որ ֆինանսների համար այսքան խոսալու եմ, բայց ներսս հասկանում եմ, որ Սուրբ Հոգին ուզում է, որ դու ամեն մեկդ ֆինանսների մեջ ունենաք ամուր հաշվարկ, ամուր տնտեսություն, ոչ թե խալխուլ, որովհետև երբ որ տնտեսությունը խալխուլ եղավ, դու անդադար լինելու ես այդ տնտեսության, այդ պարտքերի ազդեցության տակ։ Դու ուզենալու ես աղոթես, բայց չես կարալու, որովհետև պարտքերը ուղեղիցը դուրս չեն գալիս։ Թող քո միտքը ազատ լինի, որովհետև Աստծո խոսքն ասում է, որտեղ քո գանձերը, այնտեղ քո սիրտը։ Եթե դու ունես հսկայական պարտքեր, քո սիրտը արդեն աղոթքի մեջ է տեղը։ Կառավարի քո ֆինանսները Աստծո իմաստությունով եւ ցանկություններով մի վերցրու։ Գիտես, Աստծո խոսքի մեջ 10 պատվիրաններից խոսում է նրա մասին։ Մի ցանկացի դերացուտ, եզը, էշը, այգին, կնոջը,
Խի է խոսում նրա մասին, որ մի ցանկացի քո հարևանի ունեցվածքին, որովհետև հարևանի ունեցվածքը միշտ աչքիդ առաջինն է։ Այնինչ որ դու շատ ես տեսնում, դու դա ցանկանում ես, այսօր on-line առևտրի հարթակները ամեն ինչ անում են, որ քո տուն մտնեն եւ քո տուն են մտել։ Ու ինչ որտեղ էլ արդեն դարել է խաղադրույքներ կատարել, ոնց որ նմանատիպ մի բան դառնա, այդ on-line առևտրի համակարգը գալիս է քո աչքի մեջ եւ դու ցանկանում ես։ Եվ ցանկանում ես բերում ես տուն հասցում, տեսնում ես պետք չէր քեզ, բայց քեզանից արդեն մեծ գումար տարավ։ Հա եղիր առողջ այդ հարթակներում քո առևտուրների մեջ։ Բայց մենք տեսնում ենք, որ փորձությունը գալիս է, փորձարկումը գալիս է մեզ ցույց տալու ինչ կա մեր ներսում։ Կուզեմ երկրորդ տեղը կարդանք Առաջի Կորինթացիների 10-րդ գլուխ 13-րդ խոսքից։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բայց բացի մարդկային փորձությունից։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է, նա ձեզ չի թողի ձեր կարողությունից առավել փորձվելու։ Նայես, ինչ որ փորձությունով դու անցնում ես, ինչ որ Աստված քեզ փորձարկում է, դա քո կարողության մեջ է։ Մեկ փորձության ժամանակ ինչ ենք ասում։ Բարձր ձայնով։ Էլ չեմ դիմանում։ Փորձության ժամանակ գոռում ա քոներս էլ չեմ դիմանում։ Լսի, դա քո կարողության մեջ է։ Դա շատ լավ աստիճան է մի աստիճան վերև բարձրանալու հավատքի մեջ։ Դա շատ լավ աստիճան է, որ փորձության ժամանակ դու որոշես այդ մի քայլն էլ վերև բարձրանաս։ Ու չլինես այն կարտոֆիլի նման, որ փլվեց, որ միաբանությունից քանդվեց, այլ լինես մարդ, որ կամրանաս այդ փորձության ժամանակ։ Ու գիտես, փորձության հետ կներեք ուժից ավել փորձություն, ձեր կարողությունից առավել փորձություն, այլ փորձության հետ ելքը կպատրաստի։ Փորձության ժամանակ, փորձության հետ ելքը քեզ ցույց կտա։ Միգուցե պիտի մի քիչ համբերես։ Միգուցե ինչ որ ժամանակ պիտի անցնի, եւ դու փորձության հետ առանց փորձության չես ելքը տեսնելու։ Փորձության ժամանակ ես ելքը տեսնելու։ Փորձության հետ ես ելքը տեսնելու։ Փորձության ընթացքում քեզ ելքը ցույց է տալու։ Աստված Իսրայելի ժողովրդին, որը իր ընտրյալ ժողովուրդն էր, չասավ, անցեք անապատը, անապատի մյուս ծայրին ես քեզ եմ սպասում։ Աստված անապատում էր Իսրայելի ժողովրդի հետ։ Թողել էր երկինքը միգուցե, իր հոգով այցելել էր, իր հոգով շարժվում էր եւ փորձության հետ ելքներ էր պատրաստում։ Հիսուս Քրիստոսը թողեց երկինքը եւ եկավ փոքոխքին լինելու։ Քո փորձության ժամանակ քեզ զամրացնելու եւ անցկացնելու։ Քո փորձության ժամանակ քեզ հետ լինելու։ Ինքը քեզ չի թողել։ Ինքը քեզ չի ասում դու անցի եմ մյուս ծերը քեզ սպասում եմ։ Ինքն ասում է իրար հետ արի անցնենք։ Գիտես, երբ որ դու նկատում ես, որ իր հետ ես անցնում, հավատա հեշտանում է։ Փորձության ժամանակ սատանան միշտ ուզում է քո տեսողությունը շեղի, որ դու փորձության մեջ մենակ ես։ Դու փորձության մեջ չես կարող անցնես։ Դու փորձությունը չի անցնելու, բայց Հիսուսը քեզ հետ է։ Հիշիր այն պատմությունները, որ անցակացրել Հիսուսը քեզ։ Հիշի այն առողջական խնդիրները, որ անցակացրել։ Հիշի այն մազից կախված կյանքը, որ Քրիստոսը եկավ եւ կողքիդ կայնեց եւ զորացավ եւ դու անցար։ Աստված փորձության հետ ելքա քեզ տալի, որովհետև Աստված ելքի Աստված է։ Աստված փակուղու Աստված չի։ Աստված ելքի Աստված է։ Փորձության ժամանակ ուշադիր փնտրի ելքը։ Ուշադրություն դարձրու փորձության ժամանակ ելքը եւ գոռա ասա Տեր իմ Աստված, քո խոսքն է ասում, որ փորձության հետ ելքը ցույց կտաս, ցույց տուր ինձ ելքը։ Ինչպես եմ ես ելնելու այս իրավիճակից, ինչպես եմ դուրս գալու այդ փորձության ժամանակ։ Եվ ինչ ասում, փորձության հետ ելքն էլ ցույց կտա։ Փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։ Ինչ կանի, ելք կտա, որ դիմանաս։ Գիտես, ժամանակը գալ էլ չես դիմանում այդ փորձության ժամանակ։ Դու հիշիր այդ պատմությունը, որ դու պիտի, չգիտեմ, ինչ որ այդքան չափանիշները բարձր պետք չէ քեզ փորձելու։ Հերիք էլ փորձության հետ է, չէ՞։ Ասում է փորձության հետ ելք կտա, որ դիմանաս։
Կարաս ասես ես դիմացկուն եմ։ Եղիր դիմացկուն, որովհետև գիտես դիմացկուն մարդիկ են մնում։ Ես ինտերնետում սիրում եմ այս ձև բաներ տեսնել, երբ որ մարդու դիմացկություն են ստուգում։ Չգիտեմ ինչ որ ձողա, վրից կախվում են 10 մարդ եւ սպասում ամենավերջի մարդը, որ ընկնելու է։ Ու դու տեսնում ես, որ 10 մարդ ինչքան դիմադրողականություն ունեին, ինչքան ձեռքի ուժ ունեին, որ դիմանան այդ իրավիճակի հետ։ Այո, Աստված փորձության հետ ելք է պատրաստում, որ տեսնես, որ դիմանաս, որ անցնես։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Այսօր նորից անդրադառնում ենք Հակոբոս թղթին, այսօր Հակոբոսից ենք շատ կարդալու։ Հակոբոս առաջի գլուխ 2-րդ խոսք։ Միջև 4-ը։ Լիարժեք ուրախություն համարեցեք եղբայրք։ Դե կարան քույրիկներին էլ ասենք։ Եվ որ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք, իմանալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է առաջացնում։ Ասում եմ, երբ որ փորձության մեջ ես ընկել, ես ուզում եմ այդ մարդու դեմքը էլի հասկանամ։ Պատկերացրու, փորձության մեջ ես ընկել, զանգում ես ծիծաղելով։ Լիարժեք ուրախացած եմ, փորձության ընթացքի մեջ մարդու դեմքը հաստատ ուրախ չի լինում։ Բայց առաքյալը քեզ հորդորում, ասում է, փորձության մեջ ես ընկել։ Ուրախացի, որովհետև քո այդ փորձության ժամանակ համբերությունը ձևավորվում է։ Իմացի, փորձության ժամանակ մարդու մոտ ձևավորվում է համբերություն, որովհետև սատանան ուզում է բերի անորոշություն։ Բայց Աստված ասում է, համբերություն է ձևավորվում։ Համբերություն է ձևավորվում քո ներսում, բայց համբերությունը դա թույլ բան չի, որովհետև Ղուկասի ավետարանի մեջ նշում է նրա մասին, որ այն սերմերը, ովքեր համբերեցին, ասում է, համբերությունով պտուղ էին տալիս։ Պտղաբերության գաղտնիքը համբերությունն է։ Պտղաբերության գաղտնիքը համբերությունն է։ Երբ որ դու համբերես, պտղաբերություն կունենաս։ Այո, փորձության ժամանակ գալիս է համբերություն, որը պտղաբերության բանալին է։ Քեզ բանալիներ են տվել եւ անունը դրել համբերություն, որը պտղաբերության գաղտնիքն է։ Ու դու պիտի կարողանաս համբերես, որովհետև ասում եմ, տարատեսակ այդ երբ որ ընկնել ես այդ փորձությունների մեջ, դու ունեցի այդ ուրախությունը, որ համբերությունը առաջանում։ Իսկ համբերությունը թող լիովին գործ լինի, որպեսզի կատարի եւ լիարժեք լինի, ոչ մի բան պակասություն չունենաք։ Համբերությունը կլրացնի ինչ որ մի բան։ Համբերությունը դիմանաց կանցնի։ Ես տեսնում եմ նաեւ բազում մարդիկ, որ իրենք ինտերնետային հարթակում կա այդպիսի բաներ, որ իրենք չկոտրվեցին։ Օրինակ, ես երբ որ մի անգամ լսեցի հայտնի թենիսիստ Մարիա Շարապովայի կյանքը, ու այսօր որ նայում ես ով է ինքը ու ով է եղել, ինչպես է անցել իր այդ փորձությունները, ինչպես է անցել համբերությունները, դու ասում ես սա համաշխարհային աստղ չի, դու տեսնում ես մի հատ համառ մարդու, որ չջարդվեց, որ չկոտրվեց, չնայած իրանց աղքատությանը, նրանք անդադար պարապում էին։ Գիտես, այսօր միգուցե հենց քո հայրը, քո մայրը վճարել է, որ դու գնաս ինչ որ բան պարապելու, ինչ որ բան անելու, չէ, ինչ որ, չգիտեմ, ինչ որ առարկա պարապելու, բայց դու չես անում դա։ Միգուցե ինչ որ բան վճարված է, որ դու գնաս, միգուցե լողի, չգիտեմ, բայց դու չես անում դա։ Ու գիտես, համբերությունով պիտի լինես այդ մարզման մեջ։ Այդ մարզումը մեզ պետք է, այդ մարզվելը մեզ պետք է, որպեսզի ամրանանք։ Գիտես, ես ինքս շատ եմ ժամանակին պատրաստել դանակներ, սիրում էի դանակներ պատրաստել։ Ու գիտես ինչպես էի ընտրում մետաղը։ Ես ինքս դարբին չէի, բայց ինձ պետք էր շատ ամուր մետաղ։ Ամուր մետաղ ընտրելուց առաջ վերցնում էի մի ուրիշ ամուր մետաղ, որ գիտեի, որ դա ամուր է։ Եվ հարված էի հասցնում այն մետաղին, որ ես պիտի ընտրեի։ Ես որ նրան պիտի ընտրեի, որ պիտի պատրաստեմ դանակ, ես գիտեի, որ այս ձեռքիս մետաղը շատ ամուր է։ Ես այս ամուր մետաղով հարված էի հասցնում եմ մյուսին։ Եթե նա դիմացավ, չփոխվեց իր բանը ձևը, ես ասում եմ սա կամ հավասար դետալ է, կամ ամուր։ Բայց երբ որ ես զարմանում եմ, երբ որ իմ ձեռքի ամուր դետալն էր, ինչ որ ձև ավելի էր բանանում, հետք թողում, ես ասում եմ, ուրեմն ես գտածս դետալը ավելի ամուր է, քան երբևիցե ես հանդիպել եմ։ Եվ երբ որ ես տեսնում եմ այդ ամուր դետալը վերցնում եմ նրան, սկսում ժանգը հեռացնել,
փայլեցնել, սրել, ձև տալ։ Դու պիտի ձև տաս, որ կարողանա ինքը կտրի։ Անձև չի լինի։ Ձեռքից հարմարացնել, կտրելու համար պատրաստել, որ ձեռքիդ հարմար լինի։ Ես Աստված էլ նույն բանը մեզ հետ անում։ Մեզ երբ որ գտնում է, տեսնում է այդ ամրությունը կա քո ներսում, այդ համառությունը կա, այդ չկոտրվելը կա, տեսնում է ինչ որ կյանքի ընթացքի մեջ հարված է հասնում ու դու դիմանում ես, ասում ես սրանից պիտի ես գործիք պատրաստեմ։ Հզոր գործիք։ Բոլոր մսավաճառները կերազեն ունենան ամուր դանակ, որովհետև երբ որ նրան, գիտես ամուր դանակի գաղտնիքը ինչի մեջ է։ Երբ որ նրան մի անգամ սրում ես, այդ սրությունը երկար ժամանակ պահում է։ Երբ որ նա ինչ որ մի բանով սրվում է, նա չի փոփոխվում, նա փոփոխական չի, նա ամուր իր դիրքում կանգնած է։ Եղիր այդպիսի գործիք։ Եթե այդպիսին ես, թող Տերը ձև տա քեզ, թող Տերը սրի, պատրաստի, հարմար լինի իր ձեռքին, որ քեզանով ինչ որ մի բան վիրահատի։ Ամեն, մենք տեսնում ենք, որ ուժից ավել փորձություն չի գալի։ Փորձության հետ ելքը տալիս է Տերը, գտի ելքը, գտի որն է ելքը։ Երբ որ խառնաշփոթ է ինչ որ մի հատ տեղ ինչ որ հրդեհ է լինում, բոլորը ման են գալի ելքը որտեղ է։ Գիտես, շատ ժամանակ ելքը պետք չի շատ ման գաս, որովհետև եթե ուշադրություն կդարձնես մեծ տարածքներում, որտեղ որ սուպերմարկետները, բայց միգուցե պետական ինչ որ տարածքները, բոլորը վերևը նշած է կանանչ տառերով, միշտ էլ լույս է վառում։ Ելքը այս ձևը։ Քեզ մնում է ընդհանրապես գլուխդ բարձրացնես մի հատ տիրոջը, այդ ելքը տեսնելու ես որտեղ է։ Այդ ելքը կգտնես դու եւ դուրս կգաս։ Քեզ մնում է ընդհանրապես մի հատ տիրոջ երեսը փնտրես եւ տիրոջ ելքը կլինի քո կյանքում։ Այդ փորձությունների ժամանակ ամրացիր։ Գիտես, Աստված ժամանակ առ ժամանակ փորձարկելու է մեր սիրտը։ Փորձարկելու է։ Գիտես, մենք ժամանակներ կա, մենք մտածում ենք, որ մեր ներսում ոչ մի բան չկա։ Մենք շատ արդար եւ շատ պարզ ենք։ Ու այդ ընթացքում մենք գիտենք, թե մեզանից, չգիտեմ, այդ արդարությունը մեզ հետ է։ Ու գիտես, ժամանակ առ ժամանակ Աստված ուզում է ցույց տա, որ քո ներսում կա դա։ Դու պիտի ուղղակի ուշադրություն դարձնես։ Կուզեմ կարդամ Հռոմեացիների 7-րդ գլուխ 18-րդ խոսքից։ Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն իմ մարմնում բարի բան չի բնակվում, քանի որ իմ մեջ ցանկանալ կա, բայց բարին գործելու կարողություն չեմ գտնում, որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում։ Ուրեմն, եթե անում եմ այն, ինչ որ չեմ անում եմ այն, ինչ ես չեմ ուզում, այլևս ես չեմ անում, այլ իմ մեջ բնակված մեղքը։ Գիտես, խոսում է նրա մասին, որ քո սրտի մեջ, քո մեջ մի բարի բան չկա։ Կա չէ՞ սենց իրավիճակներ, որ դու ասում ես, իմ սրտի մեջ մի հատ կեղտ չկա։ Համաձայն եք, սենց արտահայտություն արած եք։ Դու գիտես իմ սիրտը, իմ սրտում մի հատ ծուռ բան չկա։ Մենք մի հատ նկար ունենք այդ ձև, որ իր սրտում ոչ մի բան չկա։ Շատ պարզ, ջինջ, մաքուր սիրտ է, որ նմանը չես հանդիպել, բայց իր տեսանկյունից ինքը նայել է, որ այդ սիրտը շատ մաքուր է, շատ լավն է, շատ ջինջ է եւ այսը սպիտակ սիրտ տեսած եք։ Շատ գեղեցիկ սպիտակ սիրտ։ Մի հատ կեղծ չկա։ Մի հատ խնդիր չունի։ Իր կարծիքով։ Երբ որ խոշորացույցը միացնենք, երկրորդ նկարը կդնենք։ Ես ինչքան բաներ կա, որ չես տեսնում։ Ինչքան խնդիրներ կա, որ քեզ թվում է, թե չկա քո սրտի մեջ։ Եթե ուզում ես հասկանաս քո սրտի մեջ կա թե չկա, իրավիճակները քեզ ցույց են տալու։ Քո սրտի մեջ կա թե չկա։ Պարզ ցույց են տալու։ Այդ սրտում կար այդ խնդիրը, թե չկար։ Գիտես, վերցնես, ասենք, չգիտեմ, ինչ որ մի հատ բաժակ, որը շատ ջինջ, մաքուր, ապակե, սրա նման։ Եվ ասենք այս բաժակում շատ մաքուր է, ոչ մի հետք չկա։ Հերիքա դնես մանրադիտակի տակ, կտեսնես ինչքան ճիճու, ինչքան միկրոբներ, եսի ինչեր կա այս բաժակի մեջ։ Ուղղակի մենք չենք տեսնում։
Եթե ինչ որ բան դու չես տեսնում, դա չի նշանակում, թե չկա։ Աստված ժամանակ առ ժամանակ մեր սիրտը փորձարկում է, մեզ ցույց տա, որ ինչ կա մեր ներսում։ Դու ուղակի փորձարկման ժամանակ ճակատի հանդիպում ես քո սրտի հետ եւ տեսնում ես ինչ կա քո սրտի մեջ։ Եվ տեսնում ես ինչեր կար ծածկված, որ չէիր տեսնում։ Եվ Աստծո խոսքը ասում է, մեր այս էության մեջ մի բարի բան չկա։ Այդ ուղակի մենք այս ժամանակների մեջ Աստծո տան մեջ ենք։ Ու Աստծո տան մեջ մենք վերափոխվում ենք։ Ու քո փոփոխությունը լինելու է անդադար։ Ուղակի դու եղի մարդ, որ խնդիրների, խնդիրների ժամանակ տեսնես քո սիրտը, ինչա բարձրանում քո սրտի մեջ։ Ինչա փոխվում քո սրտի մեջ։ Ինչ կար քո սրտի մեջ։ Կա չէ՞ սենց բան նորից, չգիտեմ, ինչ այսօր շատ լաբորատորիայով ֆռացինք, MRT հետազոտություններ։ Երբ որ աչքով չես տեսնում, որ այս մարդը ողնաշարի ճողվածք ունի, բայց MRT-ն հայտնաբերում է, որ ունի այս ճողվածք։ Ուղղակի չի երևում։ Նույն ձև էլ Աստված ժամանակ առ ժամանակ մեր սիրտը դնում է ստուգման։ Ասում է, տես ինչ կա քո ներսում։ Սենց մի հատ հետաքրքիր բան կա, որ հումորային, երբ որ մարդիկ իրենց դեմքս ամբողջովին սենց պատված է սև, չգիտեմ, մուրով, տենց ինչ որ բանով, ու բոլորը նայում են ծիծաղում, բայց ինքը չի ջոգում ինչա կատարվում։ Ինքը հասկանում է այն ժամանակ, երբ որ հայելուն է նայում։ Մեզ թվում է, թե մեր սիրտը շատ մաքուր է եւ շատ ջինջ է, բայց ժամանակ առ ժամանակ նայի հայելուն, որ Աստծո խոսքն է, եւ ցույց կտա քո ներսում ինչ կա։ Եվ դու այդտեղ կտեսնես քո սրտի իրավիճակները եւ կշտկես սիրտդ։ Եվ Աստծո խոսքը ասում է՝ մի դառը արմատ չբարձրանա ձեր ներսում։ Ուրեմն կարա չէ բարձրանա այդ դառը արմատ։ Ուրեմն ուշադիր լինենք, չէ՞ մեր սրտի մեջ ինչ կբարձրանա։ Եվ Աստծո խոսքը ասում է՝ առավել եւս զգուշացի քո սրտից, դրանից է կյանքի ելքը։ Մենք պիտի ուշադիր լինենք մեր սրտին, որ մի դառը արմատ չբարձրանա։ Նույն ձև ուզում եմ կարդամ Եբրայեցիս 2-րդ գլուխ 18-րդ խոսքից, որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց եւ փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձություն ենթարկվածներին։ Խոսում է Հիսուսի մասին։ Ինչպես Հիսուսը փորձվեց, չարչարվեց, նայես դու ոնց չարչարվել ես, փորձություններդ էլ շատ փափուկ է։ Դու կարող ես, նա կարող է, Հիսուսը կարող է քեզ օգնել փորձությանդ մեջ, որտեղ ինքը փորձվել է եւ ընտիր գտնվել։ Ինչքան կարեւոր է փորձությունից հետո դու ընտիր գտնվես։ Ինչքան կարեւոր է այդ փորձությունը դու անցնես եւ ընտիր լինես։ Ու իմացի փորձության ժամանակ Հիսուսը քեզ չի թողում։ Ինչքան որ մոտ է Հիսուսը մեզ փորձության ժամանակ, երևի ամենաշատը մոտ է փորձության ժամանակ։ Որտեւ Աստծո խոսքը ասում է, ես ջարդվածին, կոտրվածին, Աստված ջախջախված եղեկը չի ջարդի։ Երբ որ ինչ-որ մի բան քո կյանքում փորձությունների միջով անցնում, Աստված կողը տա քեզ անցկացնելու։ Նկատի նրան։ Նկատի նրան։ Նա քո կողքին անցկացնելու։ Շատ ժամանակ սատանան ամեն ինչ ուզում անի, որ դու չտեսնես քո խնդիրները։ Դու չտեսնես, տեսնես իր խնդիրներով տեսնես աշխարհին, խնդիրներով տեսնես աշխարհին։ Գիտես, նաև sense մի հատ խոսք կա ծնվել, որ պատրաստում եմ քարոզեմ սրա մեջ, նկատիր դիմացին մարդու ներսում Հիսուսին։ Sense եղել է, չէ՞ որ հարևանը տները քանդել է, հին տներա։ Ուզում է տուն պատրաստի։ Երբ որ իրան հանդիպում ես, ասում ես, ինչ մեծ գործ ես սկսել։ Աստված զորացնի այդ գործը, որը սկսել ես, ավարտին հասցնես։ Երբ որ դիմացի մարդուն տեսնում ես, ասա Տերիմ Աստված ինչ մեծ գործ է սկսել նրա կյանքում։ Ինչ մեծ շինարարություն է սկսել նրա կյանքում։ Ես ուզում եմ տեսնեմ շինարարին քո ներսում։ Որտեւ ժամանակ կա մենք մարդկանց հետ ունենք այդ ջղաձգումները, երբ որ դու տեսնում ես մարդուն իր խնդիրներով, չես տեսնում Քրիստոսին, որ մեծ գործ է սկսել։ Իսկ Աստված ինչ որ սկսում է ավարտին է հասցնում։ Աստված մեծ գործ է սկսել քո կյանքում։ Կարող ես ասել Աստված մեծ գործ է սկսել իմ կյանքում եւ նա ավարտելու է։ Ամեն։ Աստված մեծ գործ է սկսել քո կյանքում եւ դիմացիդ մարդու մեջ էլ է մեծ գործ սկսել։
դիմացիդ մարդու մեջ մեծ գործ ասկսել։ Գիտես, այնքան հեշտ է թերություններով մարդուն տեսնել։ Գիտես, երբ որ դու մարդուն թերություններ ես տեսնում, դու Քրիստոսին չես տեսնում նրա մեջ։ Օրինակ կա, չէ՞, սենց հարսանիք։ Օրինակ հարսանիքի ամենակարևոր մարդիկ ովքեր են։ Իմ կարծիքով հարսը եւ փեսան։ Որտեւ եթե հարս ու փեսան չլեն, ոնց քավորապե հետ կոչել քավորակին է պետք։ Նախ եւ առաջ պետք է հարս, փեսա, նոր դրանից հետո այդ մնացած process-ը գնում է։ Եթե բանը չլինի, հարս ու փեսան չլինեն, երաժիշտները միգուցե թաղում նվագեն։ Երաժիշտը, որ այսօր հարսանիք է նվագում, կախված է հարս ու փեսայից, ոչ թե կախված է երաժիշտից։ Երաժիշտին ով գումարը տա կնվագի։ Բայց հետակ ինչքան լավ է, չէ՞ որ թաղում չի նվագում երաժիշտը, այլ հարսանիք է նվագում։ Իրես դու պիտի հասկանաս, որ այս մարդու գլխավորը ով է, այս մարդու ներսում ով է կարևոր։ Երբ որ դու մարդուն հանդիպում ես, դու կարաս ասես, բա գիտես ինքը վատ բաներ տեսնես։ Տես նրա մեջ չի կարևորին, որը Հիսուս Քրիստոսն է, որ կյանքը տվել է նրա կյանքի փոխարեն եւ գործ է սկսել նրա ներսում։ Եվ այդ գործը տեղ է հասցնելու Հիսուս։ Եվ այդ գործը քո կյանքում որ սկսել է տեղ է հասցնելու։ Այո, մենք գիտենք, որ Աստված մեր ներսում գործ է սկսել։ Կառուցում է տարբեր ձևերի։ Երբ որ քեզ փորձարկում է, մի խառնվի։ Եկ գիտես, մի քիչ կարող է տարօրինակ թվա։ Ես ուրախանում եմ, որ մարդկանց ներսում Աստված փորձարկումներ է սկսում։ Ասում եմ, սկսվեց լավ ժամանակներ։ Մարդը կտեսնի ինչ կա իր ներսում։ Տարիներով կարող է այդ մարդուն ասես, ինքը չհասկանա։ Բայց երբ որ Աստված դնում է փորձարկման, դու հասկանում ես, որ քննվելու քննության ժամանակը Աստված չար բանով չի փորձում, բայց շատ վտանգավոր է, որ սատանան է սկսում փորձել, որովհետև նա փորձիչն է, նա այդ սպանողն է, գողը գալիս է, որ կորցնի, սպանի, ջարդի, բայց սատանան այդ հետևանքներ ունի, բայց Աստված չունի, որ քեզ կսպանի, քեզ կջարդի, քեզ կգողա։ Աստված քեզ կփորձարկի, կտեսնես ինչ կա քո ներս։ Եվ Հիսուսը, որ ինքը փորձվեց, փորձվողներին օգնական կարող է լինել։ Տես ելքը քո խնդիրների մեջ։ Տես ելքը ինչ խնդիրների մեջով ես դու անցնում, ելքը գտիր։ Իսկ ելքը ներքևը ման մի արի։ Բոլոր տեղերում ելքը վերևն է գրած։ Գրած է, չէ՞, ելք։ Գլուխդ բարձրացնում մի հատ քո տիրոջը։ Ես իմ ընտանիքում անցնում եմ մի շատ լուրջ խնդրով։ Եվ Աստված խոսք ասեց ինձ. Պարիր, ուրախացիր։ Ես այդ խնդիրների մեջ, այդ լացի մեջ, այդ ամեն ինչի մեջ ես պարում էի այդ խնդիրներին, որտեղ Աստված ասել էր. ուրախացիր, այդ խնդիրները անցնում են։ Ուրախացիր, ժամանակ կա խնդիրները քեզ ուզում է ջարդի կողի սենյակ։ Լսի, ուրախացիր։ Դու անցնում ես համբերության, քննության միջոցով։ Ուրախացիր, մի մտի, մի առանձնացիր։ Միգուցե հենց մի հատ լավ երաժշտություն էլ դնես ու այդ խնդիրների վրա ապարես, ասես, լսի, ես նկատում եմ իմ ներսի հասուն փեսային, իմ ներսում ուրախություն է, որտեվ ես Տիրոջ հարսանիքի անդամ եմ։ Տերը ուրախություն է տոնում իմ ներսում։ Եվ կտեսնես խնդիրները արագի մեջ վեշերը հավաքեցին ու քեզ հաջողարին ու գնացին։ Բայց խնդիրները կարան դառնան քո ակնոցը։ Խնդիրներով նայեմ աշխարհին։ Գիտես, այսօր ինչքան մարդ կա, որ խնդիրներով է նայում աշխարհին, որովհետև առավոտից իր գուններանք լսում են այս աշխարհի Գոլիաֆի ձայնը։ Գիտես, Դավիթը խի հաղթեց Գոլիաֆին։ Այո, նա լցված էր Տիրոջ հոգով, բայց նախ եւ առաջ Դավիթը չէր լսել 40 օր Գոլիաֆի դուդուկը, որ ամեն առավոտ դուրս էր գալի ու վախեցնում։ Իր ականջները փակ էր, ինքը չէր լսել Գոլիաֆի այդ վախի ձայնը։ Եկավ ասավ, ես ով ապրում։ Դու ին վրա գալիս ես նիզակով նետով, ես կենթանի Աստծո հոգով եմ ու խոսքով եմ գալի քո վրա։ Այո, խնդիրները քեզ կուզի, գիտես ինչ անի, գոռա քո ներսում, որ դու մտնես քո սենյակը, դուռը փակես ու առանձնանաս։ Այդ խնդիրների ժամանակ ամրացիր, ուժեղացիր եւ անցիր այդ խնդիրների միջով, ինչպես հաղթող։ Ամեն։ Եվ խնդիրների ժամանակ Հիսուսը քեզ հետ է օգնելու եւ անցկացնելու։ Կխնդրեմ մեր փառաբանության թիմը սկսի նվագել։ Խնդիրների ժամանակ
Տերը քեզ հետ է զորացնելու։ Խնդիրների ժամանակ Տերը քեզ մենակ չի թողում։ Եվ ինչպես նրա խոսքն ասում, որ խնդիրների հետ Հիսուսը քեզ քո կողքն է քեզ օգնելու։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Այո, ժամանակ է եկել, որ մեր կյանքում մենք էլ ենք անցել շատ ուժեղ փորձություններ։ Փորձությունների հենոց, որ նայում ես, երբ որ Դանիելը, Սեդրակ, Միսակ, Հաբեդնակովը փորձությունների ժամանակ էր, թվում էր թե հերիք էր էլի պեչկեն, չէ՞։ Հերիք էր վառարանը վառած։ Բայց թագավոր ասավ 7 անգամ ավելացրեք։ Հերիք էր էլի վառված էր, բայց ոչ 7 անգամ ավելացրեք։ Այո, փորձությունները թվում է թե փորձությանից փորձություն ես անցնում, փորձությունից փորձություն ես անցնում։ Աստված այդ փորձությունների ժամանակ ցույց է տալի ինչ կա քո ներսում։ Ամրացիր։ Աստված այդ փորձությունների ժամանակ քեզ ուզում է ուժեղացնի։ Աստված ուզում է քեզ փորձությունների ժամանակ ավելի ամրացնի, որտեղ Աստծո խոսքը ինչ է ասում։ Ուժովացեք թուլացած ոտքեր։ Նախ եւ առաջ պիտի հասկանաս, եթե ոտքերը պիտի ուժեղանա, թուլացածը ըստ մեր պատկերացման այդ ոտքերը արդեն ծնկած է, որտեղ որ թուլացած ոտք կարա կայնած մնա։ Եվ Աստված ասում է ընկել ես, ջարդվել ես, կոտրվել ես, անցել ես դրա միջով։ Հիմա ուժեղացի թուլացած ոտքեր։ Նշանակում է վեր կաց տեղից, նշանակում է քայլ արա բարձրանալու մեջ, նշանակում է կանգնիր ոտքերիդ վրա հաստատում եւ մի երերա, որ քամիները քեզ չխփեն։ Այո, իրավիճակները միգուցե քեզ կջարդեն, բայց դու ուժեղացի դրա մեջ եւ հաղթիր այս աշխարհի սիստեմին։ Աշխարհը միշտ կուզի քեզ ջարդի, աշխարհը միշտ կուզի քո վրա հարձակվի, միշտ բերի տխրություն, տրտմություն։ Մի հատ հայտնի հայկական բառ կա, սրանն էլ եմ կուզեմ անդրադառնամ։ Բա ոնց է լինելու։ Ասեմ քո գործը լավ է արդեն։ Քո գործը լավ է լինելու։ Ասում եմ գնացեք արդարին ասեցեք քո գործը լավ է։ Եթե դու արդարացված ես Քրիստոսի արյունով, պահում ես քո արդարությունը այս ամբարիշտ աշխարհի մեջ, չես խառնվում, քո գործը լավ է։ Նենց որ դու իմացի, որ արդեն իսկ քո համար լավ է։ Գնացեք արդարին ասեցեք քո գործը լավ է։ Դու իմացի, որ քո այդ թուլացած ծնկերը պիտի կանգնես։ Երբ որ մենք թուլացած ծնկները սկսում ենք կանգնել, սկսում ենք ուրիշ ախորժակով Աստծո խոսքը կարդալ։ Սկսում ենք ուրիշ ձև աղոթքել, սկսում ենք մեր հոգևոր կյանքին ուշադիր լինել եւ այն հոգևոր ծառայության մեջ, որտեղ Սուրբ Հոգին քեզ դրել է վերակացու, ուշադրությունով անել։ Որտեղ Սուրբ Հոգին քեզ դրել է այդ ծառայության մեջ։ Եվ դու պիտի ուշադիր լինես այն ծառայության մեջ, ինչի մեջ որ ծառայում ես Տիրոջ։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Նարժանի է։ Այսօր ամբողջ աշխարհը եւ աշխարհի կառույցը զորանում է։ Որտեղ Քրիստոսը, եթե չեմ շփոթվում, բայց միգուցե առաքյալը, ավելի ճիշտ առաքյալը, ասավ այս աշխարհի անիրավության խորհուրդը կա եւ զորանում է։ Լսեք, անիրավության խորհուրդը կա։ 2000 տարի է, 3000 տարի է անօրության խորհուրդը կա եւ զորանում է։ Գիտես, Աստծո խորհուրդն էլ կա ու պիտի զորանա։ Աստված ուզում է, որ իր խորհուրդը զորանա իր խոսքով, զորանա աղոթքների մեջ։ Աստված ուզում է իր խորհուրդը զորանա, որովհետև քո թշնամին անօրինության խորհուրդը կա եւ զորանում է։ Դու էլ պիտի զորանաս, որ կարողանաս հաղթես նրան։ Իսկ եթե դու թուլացար, անօրինության խորհուրդը քեզ կհասնի իր զորությունով եւ կհարցակվի քո վրա։ Եվ ինչի Աստծո մարգարեական խոսքերը, որ կա քո կյանքում, հետաձգվեն։ Այո, Աստծո խոսքը անհնարավոր չլինի, բայց Աստծո մարգարեական ուղերձները կարող են հետաձգվել։
Ինչպես Իսրայելի կյանքում, որ աղաղակող չկար, ինչպես Դանիելի կյանքում, որ տեսավ գրքերը, ժամանակները անցել են, բայց մարգարեությունը չի կատարվել։ Թող չհետաձգվի քո կյանքում մարգարեական ուղերձները, որ փոխանցել է Աստված իր ծառաների միջոցով, միգուցե իր հոգու միջոցով քո տան մեջ։ Կուզեմ վերջի տեղը կարդամ եւ կամանց գամավարտին Երկրորդ Պետրոս 2 գլուխ 7-րդ խոսքից։ Փրկեց արդար Ղովտին, որ անօրենների անառակ վարձքի ձանձրացել էր։ Գիտես, եթե Աստծո խոսքը խոսում է, որ Ղովտը արդար էր, ուրեմն Ղովտը արդար էր։ Փրկեց արդար Ղովտին, որ անօրենությունների խորհրդից ձանձրացել էր։ Այդ աշխարհի այդ ամեն պղծությունները տեսնում էր եւ իր ներսը տակնու վրա էր անում։ Դրանից հետո արդար Ղովտին, որ անօրենության ձանձրացել էր, որովհետեւ արդար էր։ Նրանց մեջ բնակվելով, տեսնելով եւ լսելով նրանց անօրեն գործերը, օրերից իր արդար հոգին տանջվում էր։ Ղովտը տեսնում էր անօրենությունը։ Ինչպես դու ես միգուցե անօրենություն տեսնում, ասում է իր արդար հոգին տանջվում էր իր ներսում, որովհետեւ եւ լսում էր եւ տեսնում էր։ Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել եւ անիրավների դատաստանի օրվա համար պահել, մանավանդ նրանց, որոնք գնում են մարմնական պիղծ ցանկությունների հետևից եւ արհամարում են Աստծո իշխանությունը։ Աստված գիտի աստվածապաշտներին փորձությունից պահել։ Դու քո աստվածապաշտությունը ավելի բարձրացրու։ Աստվածապաշտությունը ավելի բարձրացրու իր դիրքի վրա, որովհետև շատ ժամանակ մենք տեսնում ենք, որ էլ աստվածապաշտ չենք, ուղղակի գնում ենք մի ընթացքի մեջ, որ գնացել ենք, այն աստվածապաշտությունը չի, որ պիտի լինի մեր ներսում, փոխվել է մեր աստվածապաշտությունը, սերիալապաշտ ենք դառել, սերիալներն ավելի շատ վերցրել իմ աստվածաշունչ ընթերցելու ժամանակը, տեսնում ես փոխվել է քո աստվածապաշտությունը, Facebook-ապաշտ ենք դառել, կամ Instagram-ապաշտ, որտեվ առավոտից իրիկու քո ժամանակի մեծամասնությունը ինչը դառավ դու նրան պաշտելու ես, նա դառնալու է քո Աստվածը։ Տերը գիտի աստվածապաշտներին պահել։ Եղիր աստվածապաշտ քո կյանքով։ Զարգացրու աստվածապաշտությունը ել ավելի քո ներսում։ Եթե դու գիտես ինչքան ես աղոթքի մեջ, ինչքան ես խոսքի մեջ, բարձրացրու սանդղակը։ Մի իջեցրու աստվածապաշտության սանդղակը, այլ բարձրացրու աստվածապաշտության սանդղակը։ Եվ կտեսնես, որ քննվելուց Աստված պահեց, որովհետև Աստված գիտի աստվածապաշտներին պահել, Աստված գիտի աստվածապաշտներին պահել փորձությունից։ Եվ այն մարդիկ, ովքեր որ Աստծուն ճանաչում են եւ նրա իշխանությունը արհամարում են, ասում են, Տերը գիտի, որ նրանց դատելու է։ Հանդուգներին եւ ինքնահավանը նրանք վախենում են երկնային փառքը հայհոյելուց։ Գիտես, մենք պիտի աստվածապաշտությունը մեր կյանքի մեջ բարձրացնենք։ Գիտեք, եկեղեցին կորցնում է ինչ-որ ձև իր աստվածապաշտությունը։ Ինչ նշանակում աստվածապաշտություն։ Պաշտել Աստծուն։ Պաշտել։ Դու կարող ես գնաս եկեղեցի, բայց կիրակնորյա ծառայությունը քո համար չլինի պաշտամունք։ Պաշտամունք նշանակում է պաշտել Տիրոջը։ Գիտես, մարդիկ կա, որ պաշտում են իրենց երեխաներին։ Մարդիկ կա, որ պաշտում են իրենց հարազատներին, բայց Աստծուն չեն պաշտում։ Գիտես, դու կարաս քո գործի պաշտամունք դարձնես, քո աշխատանքը պաշտամունք դարձնես, դու կարաս քո ուժը պաշտամունք դարձնես, քո բազուկը պաշտամունք դարձնես, ասես, որ ես չանեմ, ով կանի։ Վայ նրան, որ իր հույսը դրել է իր ուժի վրա։ Դու Աստծուն պաշտիր, քո կյանքի բոլոր օրերը նրա ձեռքի մեջ, քո կյանքի բոլոր վայրկյանները նրա ձեռքի մեջ, քո աստվածապաշտությունը բարձրացրու, որ չլինենք արհեստական աստվածապաշտներ, այլ պաշտենք մեր Աստծուն, որովհետև նա արժանի է։ Կոտրվել նրա առաջ, որովհետև նա արժանի է։ Ջարդվել նրա առաջ, որովհետև նա արժանի է։ Եվ ճանաչի քո Աստծուն, այլ ոչ թե ուրիշների Աստծուն։ Մարդիկ կա դեռ
հանդիպում չունեն Հիսուսի հետ։ Դեռ չեն ճանաչում ով է իր Աստվածը, որ չեն ճանաչում, չեն էլ պաշտում։ Աստվածապաշտությունը գալիս է աստվածաճանաչողությունից։ Իսկ աստվածաճանաչողությունը մեր կյանքում չի կանգնելու։ Աստվածաճանաչողությունը քո կյանքում չի կանգնելու։ Դու ինչքան մոտեցար Աստծուն, այնքան ճանաչելու ես Աստծուն։ Ինչքան մոտեցար Աստծուն, այնքան ավելի ես ճանաչելու Աստծուն։ Ինչքան ավելի ճանաչեցիր Աստծուն, այնքան պաշտամունքդ բարձրանալու է, այնքան պաշտելու ես նրան ավելին։ Մոտեցի Աստծուն եւ կզարգանա քո աստվածապաշտությունը։ Եվ շատ ժամանակ մարդիկ չեն ուզում մոտենալ Աստծուն, ինչպես Իսրայելը Մովսեսին ասավ, դու գնա իր հետ հանդիպում ունեցի, արի մեզ ասա, մենք չենք ուզում ծանոթանանք նրա հետ, որովհետև իրենց գործերը չար են, չեն ուզում բերեն լույսի ներքո։ Լույսը եկավ այս աշխարհ, եւ մարդիկ չսիրեցին լույսը, որովհետև խավարը չի ուզում լույսի հետ հանդիպում ունենա, որովհետև նրանց գործերը հայտնվելու է լույսի մեջ։ Եվ Աստված ուզում այսօր քո ամեն մի ներսը ցույց տա, այդ լույսը վառի քո ներսում, որ տեսնես ինչեր կա փոխելու քո ներսում, այդ լույսը վառի քո ներսում, որ տեսնես ամեն ծածուկները, ամեն խավար գործերը, եւ այդ խավարը հասկանալով դու հասկանաս, որ քննես քո ներսը, բժշկես քո ներսը։ Երբ որ դու ապաշխարես, այդ ամենը կկատարվի քո կյանքում։ Եվ աղոթում ենք, որ այսօր մեր աստվածաճանաչողությունը եւ աստվածապաշտությունը լինի իր ուզածի նման, ոչ թե քո ուզածի նման։ Աստվածաճանաչողությունը եւ աստվածապաշտությունը իր կամքի նման լինի։